Իգոր Թատևոսի Սարգսյանի Հարգելի դատարան 10 ամիսա մասնակցում եմ արդարների գործով դատական նիստին, 10 ամիսա դիրքորոշում եմ հայտնելիս քրեական շինծով, փաստերով, կեղծիքներով, կարված քրեական գործին, ընդունեք սա որպես իմ կողմից 10 ամսվա ընթացքում արտահայտած դիրքորոշումը բացման խոսք։ Պատվարժան դատարան գտնում եմ, որ ձեռք բերված որևէ ապացույցով Իգոր Սարգսյանին առաջադրված մեղադրանքը չի ապացուցվում, քրեական գործով ձեռք բերված ապացույցները մասնավորապես օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում զննության ենթարկված գաղտնալսման նյութերը անթույլատրելի ապացույցներ են, որոնց կանդրադառնամ ես դրանք հետազոտելուց հետո, եւ հետեւապես գտնում եմ, որ որևէ ապացույց չկա, որ Իգոր Սարգսյանը կարող է կատարած լինել իրեն մեղսագրված արարքը, ինչպես իմ գործընկերները նշեցին, ստեղ իրականացվում է ակնհայտ քաղաքական հետապնդում եւ կարծում եմ, որ դատաքննությամբ կհիմնավորվի նաեւ այդ ամենը։ Պարոն Սարգսյան, պատվարժան դատարան, հարգելի դատավարության մասնակիցներ, այսօր անցնում ենք կատարում հիմնական դատալսումների քննությանը եւ իմ բացման խոսքով կցանկանայի նշել հանգամանքը, որ այսօր մեղադրող կողմը այսօր եւ նախորդ դատական նիստերի ընթացքում առավելակ նախաքննությունը սկսելուց ի վեր փորձում է իրավական հետևանքներ առաջացնել գոյություն չունեցող փաստերի հիման վրա։ Պատվարժան դատարան դեռևս խափանմիջոցի եւ ցանկացած նախորդ դատական նիստերի ընթացքում նախորդիվ նշել է, որ իմ վստահացից նկատմամբ կիրառվել է խափանմիջոց, կալանք, հաջորդիվ տնային կալանք խափանմիջոց, որևէ ապացույց, որ վկայել նրա խափանմիջոցի անհրաժեշտությունը բացակայում է 34 հոգու ցուցմունք, գաղտնի քննչական գործողությունների ՕՀՄ-ների առկայություն, որոնք ընդհանրապես որևէ կերպ չեն հիմնավորում իմ վստահացի կողմից կատարված արարքի հանցավոր վտանգավորություն։ Ուրեմն պատվարժան դատարան սույն գործով նախաքննությունը իրականացվել է, եթե ուշադիր լինենք, ուրեմն գործում նախաքննության կողմից մեզ տրամադրված նյութերին, ուրեմն հատոր առաջինում նշված է հենց առաջին իսկեջով նշվում է այն հիմքը, ինչի հիման վրա որ նախաքննությունը իրականացվել է։ Այդ հիմքը ուրեմն օպերատիվ մարմնի աշխատակցի դիմումն է իր վերադասին։ Վերադասնել արդեն համապատասխանաբար դիմումը ուղարկել է գործընթաց իրավական հանցակարգը, այսպես ասած շակերտների մեջ պահպանելով ուղարկել է դատարան պարոն մնացական Մարտիրոսյանն էլ գործը քննել է եւ որոշել է, որ առանց հիմքերի, առանց փաստական նկարագրության, որովհետեւ եթե այդպիսիները արկա լինեին, ապա մենք կտեսնեինք գործի նյութերով, առանց որևէ հիմնավորման որոշել է, որ պետք է իրականացվի օպերատիվ հետախուզական միջոցառում, ներքին դիտում, արտաքին դիտում։ Հաջորդիվ պատվարժան դատարան չմոռանալով կոնկրետ գործի փաստական հանգամանքների մեջ, որովհետև դրանք հաջորդիվ գործի քննության ընթացքում մենք կուսումնասիրենք, ցանկանում եմ անդրադարձ կատարել մեղադրող կողմի մեղադրական եզրակացության այն հատվածին, որը որ կարդացվեց եւ վերագրվեց իմ վստահորդին եւ առաստարակ սույն գործով մյուս մեղադրյալներին։ Ուրեմն մեղադրող կողմը նշեց, որ Իգոր Սարգսյանը 2025 թվականի հունվար ամսից սկսած շարժման մասնակիցների եւ համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել է բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկող 2000-ից ավել անձանց։ Պատվարժան դատարան նախահայտած կատարեցի 2025 թվականի հունվար ամսին, այսինքն հաստատի դուրս է գալիս, որ հունվար ամսից սկսված այդ գործողությունները իրականացվել, մինչդեռ նախաքննությունը իրականացվել է դրանից վաղ, այսինքն մինչև այդ կատարված գործողությունները իրավաչափ չեն դատախազության կողմից։ Հաջորդիվ անդրադառնամ 2000-ից ավել անձանց, ուրեմն գործընկերներս նախորդիվ արդեն նշեցին, որ 2000-ից ավել անձանց չեն նույնականացվել, այդ անձինք այս պայմանությամբ մեղադրյալի կարգավիճակով չեն գտնվում տվյալ դատավարությունում, դեռ ավելին որևէ հանցակցության հատկանիշներով տարբերություն դրված չի մեղադրյալների միջև, այսինքն ինչ է դուրս գալիս, որ ինչպես պարոն Խուդյանը նշեց, եթե որևիցե մեկի մոտ առկա է բացակայելու արդեն խափանման միջոցը, ապա բոլորի նկատմամբ պետք է կիրառվի բացակայելու արգելք եւ միևնույն ժամանակ անհրաժեշտությունն է առկա, որպեսզի
2000 մեղադրյալների արկայությունը ստեղ փաստվի։ Մինչդեռ այս ամեն ինչը մենք չունենք։ Հաջորդի բանադառնան հաջորդ կետին խոշոր փողոցներն առանձնացնելու գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերվել Երևան քաղաքի քարտեզը։ Պատվարժան դատան ներկաներից յուրաքանչյուրի մոտ Երևան քաղաքի քարտեզը առկա է։ Հեռախոսների մեջ։ Հիմա դուրս է գալիս, որ Երևան քաղաքի քարտեզ ունենալը հանդիսանում է ահաբեկչության կամ իշխանությունը զարթելու համար գործիք։ Կարծում եմ, որ այստեղ որևէ մեկի մոտ կարծիք չի կարող, վայելակարգություն չի կարող։ Շատ ցանելու նպատակով ձեռք են բերվել լուսացույցի էլեկտրաէներգիայի եւ համացանցի սնուցման լարի բաժանարարների գտնվելու վայրի վերաբերյալ տվյալները։ Պատվարժան դատարան, ինչպես պարոն Խուդարյանը նախորդին նշեց, ուրեմն գործում առկա են մի շարք հանգամանքներ, որոնք որ հետագայում նույն խոսակցության ընթացքում եթե վերագրենք, որ մեր վստահողներն են կատարել խոսել այդ գաղտնալսման մեջ, ինչը կրկին փորձաքննության արդյունքում է անհրաժեշտ բացել, ուրեմն եթե այնուամենայնիվ առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ փորձաքննության կարիքը չկա եւ խոսել են մեր վստահողները, ուրեմն այս իրավիճակում կարող ենք փաստել, որ յուրաքանչյուր նշված խոսք բաժանարարների էլեկտրական էներգիայի սնուցման լարի եւ այն հետ կապված խոսակցությունները առհասարակ հետքվել են։ Նույն խոսակցության ընթացքում, նույն օրվա, նույն ժամի խոսակցության ընթացքում դրանք հետքվել են։ Դրանք պլանավորումից անձինք խուսափել են։ Բացվել եւ ձեռք բերել պայթյուններ կատարելու կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հանրավետան միջոցներ։ Գործում արկա չի գետ 1 հանրավետան պայթյուններ առաջացնելու համար հանրավետան միջոցներ, որոնց միջոցով կարելի կլիներ ահաբեկչություն կատարել։ Այստեղ գործում առհասարակ որևէ գործիք արկա չի։ Հայտնաբերվել են ինչ-որ պայթուցիկ, չգիտեմ, ինչպես ասի, կամչիկներ են ինչ-որ հայտնաբերվել եւ ծխեցնող նյութեր են հայտնաբերվել, որոնց միջոցով կարծում եմ որևէ մեկի մոտ կարծիք չի կարող ձևավորվի, որ դրանց միջոցով ահաբեկչություն կարող իրականացվի։ Դեռ ասեմ ավելին, նախաքննության ընթացքում ձեռք բերված զենքերը, հրազենը, որը օրինական սեփականատեր ուներ, վերադարձվել է դրանց օրինական տիրապետողներին։ Ինչպես նաև գրված է, տրանսպորտային միջոցների անվազողերը վնասելու եւ տրանսպորտային շարժը կասկածահար անելու համար պիտանի մետալական սրապեր, դետալներ, աստրիկներ։ Այդ աստրիկները մինչև օրս, չնայած շահարկումներին քաղաքական իշխանության կողմից, մինչև օրս գործի նյութերում առկա չի աստրիկները։ Խոսվում է, ընդհանրապես խոսվում է, բայց որևէ ապացույց դրա հետ կապված առկա չի։ Կարծում եմ սրան հարկ չի անդրադառնալ, չնայած մեր երկրի քաղաքական իշխանությունները բազմաթիվ ամբիոններից դրա մասին նշել են։ Տրանսպորտային միջոցների ապակիներ ճանապարհներ լցնելու նպատակով ներկել յուղեր, այլ միջոցներ պահել են համապատասխան թաքստոցներում։ Ոչ թաքստոցներն է հայտնաբերվել, ոչ էլ յուղեր ներկելով հնարավոր կլիներ ահաբեկչություն կատարել։ Եթե առանձին վերցնենք յուղեր ներկելը, ընդհանրապես հնարավոր չի յուղեր ներկելով ինչ-որ ահաբեկչություն կատարել։ Կարող է լինի, եթե զուսպ բոլոր զավակվածներս իրավաբաններ են, բանի մաս, չեմ էլ կասկածում դրա վրա։ Եթե առանձին վերցնենք, դրանք կարող է խուլիգանության հանցակազմի ինչ-որ տարեր պարունակեն, բայց հաստատ ոչ ահաբեկչության ու իշխանությունը յուրացնելու։ Եվ վերջի հատվածը շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները, միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջինների վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողություն հասնելու միակ եղանակն են եւ վերջինների հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տվյալ հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կանգ ամրապնդելու ուղղությամբ։ Պատվարժան դատարան ապացույցները լրացնելու փուլում իմ կողմից ներկայացրած միջնորդություն, որը ձեր կողմից բավարարվեց, ում այդ միջնորդությամբ ինչեր է ասված, որ կային հատվածներ գործի նյութերում առկա, որտեղ ենթադրաբար իմ վստահորդի կողմից ասված նշում էր, որ որևէ բռնի գործողություն իրականացնելը անթույլատրելի է։ Որևէ մեկի ոչ կրակոցի ալնելու, ոչ բառացի ասեմ, ոչ գյուլոցի ալնելու։ Մենք մեր ժողովրդի դիմաց դուրս չենք գալու։ Եթե հանկարծ շտապօգնության մեքենաներ անցնեն, այդ շտապօգնության մեքենաները մենք չենք խոչընդոտում այդ ամբողջ գործընթացը։ Այսինքն այս ամեն ինչը վկայում է նրա մասին, որ
այս մարդիկ առասարակ արդարները որևէ կերպ չեն ցանկացել բռնություն գործադրել։ Եթե բռնություն գործադրել ցանկանային, այսինքն իրանք իրար մեջ չեն խոսի այդ ամենի հետ կապված։ Դրան մասն է նաև վկայում 34 հոգու ցուցմունքները։ 34 հոգի ցուցմունք է տվել, ինչի մասին։ Ոչ մի բան։ Տվել է նրա մասին, որ ասել է գործողության, որևէ բռնի գործողություն չէին ցանկանում կատարեին, եթե կատարեին չէ, սահմանադրությամբ սահմանված կարգով անխաղ անազանդության ակցիաներ են իրականացնելու։ Եվ ինչ, այսինքն ստացվում է մի իրավիճակ, որ անգամ ցուցմունքներով անձինք որևէ գործողության պլանավորման հետ կապ չէին ունենալ։ Դրա ավելին, այսինքն համակարգված պետք է լինի այս ամեն ինչը, եթե կա 2000 եւ ավել անձ, պետք է այդ ամեն ինչը համակարգող լինի։ Այստեղ դերի բաժնում չունենք ու չունենք, չենք հասկանում ինչև է, ով է այդ համակարգողը լինելու։ Ոչ էլ ցուցմունքներով է նշվում այդ համակարգողի հետ կապված ինֆորմացիան։ Պատասխան դատարան ամփոփելով ասեմ, որ հաջորդի հիմնական դատալությունների ընթացքում ապացույցները հետազոտելիս այս բոլոր հանգամանքներին մենք անդրադառնալու ենք եւ կարծում արդարադատությունը իրականացվելու։ Շնորհակալություն։